Ըստ խնդրի A1-ից AN թվերի թվաբանական միջինը հավասար է դրանց գումարը բաժանած քանակի վրա, ու արդեն խնդրի պահանջը հետևյալն է. 2025 թվերից կազմված մի բազմությունը կարելի է բաժանել 5 խմբի, ու պարտադիր չէ, որ խմբերը լինեն հավասար, այսինքն տարբեր քանակությամբ թվեր կարող են պարունակել, այնպես, որ յուրաքանչյուր խմբի թվերի թվաբանական միջինը 7 է։ Պետք է գտնել, թե ինչի է հավասար այդ 2025 թվերի թվաբանական միջինը։ Շատ լավ, նախ եկեք այս թվաբանական միջինի կտորը նշենք A1-ից AN-ի թվաբանական միջինը մեզ մոտ պետք է լինի այդ թվերի գումարը բաժանած, շատ լավ, ու հիմա ինչպես կարող ենք դա օգտագործել այս խնդրի լուծման մեջ։ Տեսեք, մենք բաժանել ենք մեր ընդհանուր թվերը 5 խմբի։ Եկեք այսպիսի ենթադրություն, որ խմբերից յուրաքանչյուրում թվերի քանակը ու ինչ-որ տառերով նշանակենք դրանք։ Դա թող լինի մեր քայլ 1-ը։ Ենթադրենք խմբերում թվերի քանակը կամ քանակները հետևյալ։ Ահա, առաջին խմբում ենթադրենք ունենք A հատ թիվ, երկրորդ խմբում եկեք թող լինեն N հատ, թող առաջին խմբում լինի N1 քանակությամբ թիվ, երկրորդ խմբում N2 հատ թիվ, երրորդ խմբում ունենք N3 հատ թիվ, չորրորդ խմբում ունենք N4 հատ թիվ և հինգերորդ խմբում ունենք N5 հատ թիվ։ Շատ ակնհայտ է, ինչպես կարելի է այս նշանակումը կատարել, որպեսզի ոչ մի խառնաշփոթ չառաջանա մեզ մոտ։ Հիմա իսկ մեր թվերը որոնք են։ Եվ թվերը թող լինեն հետևյալը։ Առաջինը թող լինի A1-ից մինչև AN1-ը, հիշենք, որ այս N1-ը ուղղակի թիվ է։ Երկրորդ խմբի թվերը թող լինեն B1-ից մինչև BN2-ը, երրորդ խմբինը թող լինեն C1-ից մինչև CN2-ը, չորրորդինը D1-ից կներեք այստեղ թե CN2, այլ CN3, D1-ից D4-ը, իսկ հինգերորդ խմբում թող լինեն E1-ից մինչև N5։ Ուղղակի սրանք ինդեքսներ և նշանակումներ են, ոչ միտեղ այս ամենը շատ չի օգտագործվել, ուղղակի հարմար է գրելաձևի համար ու ֆորմալ դուք դիտարկում եք, թե ինչ է կատարվում ընդհանուր խնդրի։ Մենք ուղղակի նշանակեցինք յուրաքանչյուր խմբում թվերի քանակը ինչ-որ տառով, հարմար էր այսպես N1-ից N5 համարակալած, իսկ դրանց համապատասխան թվերը հետևյալ ձևով նշանակեցինք, տառ ընտրեցինք և այդ համապատասխան խմբի տառերը այսպես նշանակեցինք, կներեք համապատասխան խմբի թվերը նշանակեցինք հետևյալ ձև, ու այս N1, N2 և այլն մեզ մոտ թվեր են, ուղղակի թվեր են, կարող է առաջինը լինել A1-ից A8-ը, N1-ը եթե 8 լիներ, երկրորդը լինել B1-ից B144-ը, երրորդը լինել B1-ից B800-ը ինչ-որ և այսպես շարունակ, այսինքն այս տրամաբանությամբ է ամեն ինչ աշխատում, ու մյուս կողմից մեզ պետք է ուշադիր լինել, որ ահա այստեղ այս բոլոր 5 թվերում նշված են մեր բոլոր թվերը։ Այսինքն այս խմբերը եթե բոլորը դիտարկում ենք, ու մեզ պետք է հաշվել այդ 2025 թվերի թվաբանական միջինը, ինչը նշանակում է այս բոլոր թվերը պետք է իրար հետ գումարել ու բաժանել 2025-ի։ Բայց մյուս կողմից եկեք չմոռանանք, որ նաև յուրաքանչյուր խմբում թվերի քանակների գումարը մեզ մոտ հավասար է 2025-ի, որովհետև ինչպես սրանք մեզ մոտ ներկայացնում են բոլոր 2025 թվերը, այնպես էլ այս խումբը մեզ մոտ ներկայացնում է այդ թվերի քանակը, այսինքն 2025 հենց N3, N4 և վերջապես N5։
Հավասար է այս ամենը 2025-ի։ Շատ լավ, հետևյալ ձևով ներկայացրինք ու գիտենք թվերը։ Հիմա ինչ կարող ենք անել այս ամենի հետ։ Մենք դեռ ուղղակի նշանակումներ ենք անել։ Դե նշանակումներից պետք է ինչ-որ ձև արդեն խնդրի լուծման է գալ։ Օրինակ մենք գիտենք, որ այս խմբերից յուրաքանչյուրի թվաբանական միջինը հավասար է 7-ի։ Եկեք այդ պայմանը օգտագործենք ու դա թող լինի մեր քայլի 2-ը։ Ահա, ինչ է նշանակում, որ թվաբանական միջինը հավասար է 7-ի։ Նշանակում է, որ եթե մենք դիտարկում ենք առաջին խմբի թվերի գումարը A1-ից մինչև AN1-ը ու բաժանում ենք N1-ի վրա, արդյունքում ստանում ենք 7։ Նույն ձև, եթե մենք B1-ից մինչև BN2 իրար գումարենք երկրորդ խմբի բոլոր թվերը ու բաժանենք նրանց վրա, կստանանք 7։ Եվ այսպես մնացած ստացնել։ Դե եկեք այստեղից թվերի գումարը արտահայտենք իրենց քանակի միջոցով։ Այսինքն A1-ից AN1-ի գումարը կարող ենք ներկայացնել 7 անգամ N1-ով։ Իսկ B1-ից մինչև BN2-ի գումարը կարող ենք ներկայացնել 7 անգամ N2-ով։ C1-ից մինչև CN2-ի, կներեք CN3-ի գումարը կարող ենք ներկայացնել 7 անգամ N3-ով, D1-ից N4-ի գումարը կարող ենք ներկայացնել 7 անգամ N4-ով, իսկ արդեն D1-ից N5-ի գումարը կարող ենք ներկայացնել 7 անգամ N5-ով։ Շատ լավ, մենք այս 2025 թվերը, որոնք ամենասկզբում ունեինք, ներկայացրինք իրենց այս գումարների տեսքով։ Ինչու մեզ շատ օգուտ է տալիս այս պահին, որովհետև տեսեք, քայլ 2-ը թող այս ներկայացման process-ը լինի, քայլ 3-ով արդեն մնացած գործը կանենք։ Քայլ 3։ Ստացվում է, որ մեզ մոտ թվերի գումարը եւ թվերի գումարը մեզ մոտ այս ամենն է, A1-ից AN1, այնուհետև B1-ից BN2, եկեք այդպես պատկերենք հենց։ Ահա, թվերի գումարը, ահա այս կտորն է, դրան գումարած։ Հակագծերով այսպես առանձնացնենք, դրան գումարած այս կտորը, դրան ավելացրած։ Քանի որ չի տեղավորվի ներքևից գրենք ուղղակի, դրան ավելացնում ենք երրորդ խմբի թվերի կտորը, այնուհետև չորրորդ եւ վերջապես 5-րդ։ Ու տեսեք, թե ինչքան շատ է ամեն ինչ։ Չորրորդ խմբի կտորը եւ դրան էլ ավելացրած 5-րդ խմբի կտորը, ու այդ ամենը հավասար է 7 անգամ N1 գումարած 7 անգամ N2 գումարած 7 անգամ N3 գումարած 7 անգամ N4 եւ դրան էլ ավելացրած 7 անգամ N5։ Տեսեք, մենք ուղղակի թվերի գումարը փոխարինեցինք 7 անգամ իրենց քանակով ու դա արեցինք 5 խմբերից յուրաքանչյուրում, ոչ մի այլ բան այստեղ չենք արել բարդ։ Թվերի գումարը կարելի է արտահայտել հետևյալ տեսքով։ Կարելի է այսպես բարդ ներկայացնել, բայց կարելի է նաև այսպես կրճատ ներկայացնել։ Իսկ քանակը մեզ մոտ Քանակը դե 2025-ն է, իսկ դա այստեղից ունեինք արդեն, որ 2025-ը կարելի է ներկայացնել այս ձևով։ Ինքն 2025-ն էլ կարելի է ներկայացնել հետևյալ ձևով։ Ուստի թվաբանական միջինը կլինի թվերի գումար, դրա համար եկեք այստեղ թվերի գումարը S-ով նշանակենք, իսկ քանակը ընդհանուր N թող լինի։ Կլինի այդ գումարը բաժանած N-ի, ինչը հավասար է։ Դե գումարը կարող ենք այսպես երկար գրել, բայց դա մեզ ինչ օգուտ կտա։ Իհարկե ոչ մի օգուտ։ Դրա համար եկեք այդ գումարի փոխարեն գրենք 7 անգամ։ Դա այստեղ յուրաքանչյուրից կարող ենք 7 ընդհանուր հանել, N1 գումարած N2 գումարած N3 N4 եւ N5։ Ու այդ ամենը բաժանած դե N-ն էլ մեզ մոտ այս գումարով էր ներկայացնում, ինչներից է պետք է 2025 այն ոչ մի օգուտ մեզ չի տալիս։ Դրա համար ներկայացումը գրենք մնացած քանակների օգնությամբ։ Իսկ այս ամենը ակնհայտ հավասար է 7-ի։
Հետևաբար ստացվեց, եթե յուրաքանչյուր կտորի թվը բնական միջինը մեզ մոտ հավասար է 7-ի, ապա ընդհանուրի թվը բնական միջինն է հավասար 7-ի, ու այստեղից արդեն հարց է ծագում, իսկ որտեղ մենք օգտագործեցինք, որ մեր ընդհանուր թվերի քանակը 2025 է։ Նկատեք, որ առհասարակ ոչ մի տեղ չօգտագործեցինք այդ փաստը։ Ուղղակի այստեղ նշեցինք, որ քանակը 2025 է, բայց դա մեզ ոչ մի տեղ օգուտ չբերեց, որովհետև մենք ապացուցեցինք ոչ թե ինչ-որ տեղային պնդում, այլ ընդհանուր պնդում, որ եթե կարող ենք մեր թվերի խումբը, ընդհանուր թվերի խումբը, այսինքն այս 2025-ի նման, եթե թվերի խումբը հետևյալն է, կարող ենք բաժանել այնպիսի կտորների, ու քանակները պարտադիր չէ, որ հավասար լինեն, որոնցում թվաբանական միջինը նույնն է, այսինքն այստեղ էլ է a, այստեղ էլ, ապա ընդհանուր թվերի խմբի թվաբանական միջինը նույնպես լինի այդ թվին հավասար։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդիրը, իսկ ամփոփման գլխավոր կտորները որոնք էին։ Քայլ 1-ում մենք ուղղակի նշանակումներ էինք դեռ կատարում, այսինքն յուրաքանչյուր խմբի թվերի քանակները նշանակեցինք եւ այդ թվերը ինչ-որ ձև պատկերեցինք, ու հետո հասկացանք, որ սա մեզ մոտ ցույց է տալիս բոլոր 2025 թվերը, այսինքն մեր բոլոր թվերն են նշված, ու մյուս կողմից սա էլ մեզ մոտ ցույց է տալիս բոլոր թվերի քանակ, այսինքն 2025, ու այստեղ նույնիսկ կարող է 2025 չլինել։ Հետո յուրաքանչյուր թվաբանական միջին այսպես հաշվեցինք, հասկացանք, որ մնացածն էլ նույնը կլինեն, բայց սրանից ինչ օգուտ կարող ենք մենք քաղել, սրանից միակ օգուտը, որ կարող ենք ամբողջությամբ քաղել, դա այն էր, որ այս գումարը թվերի ներկայացրինք իրենց քանակը բազմապատկած 7-ով, ու դա արեցինք յուրաքանչյուր խմբի թվերի համար, ու այնուհետև անցանք արդեն քայլ 3-ի, հիշելով, որ թվաբանական միջինը հավասար է թվերի գումար բաժանած դրա քանակին, սկսեցինք հաշվել թվերի գումարը, իսկ թվերի գումարը հավասար է մեզ մոտ յուրաքանչյուր խմբի թվերի գումարների գումարին։ Այսինքն այս a-երը իրար պետք է գումարել b-երը, c-երը, d-երը, e-երը, ու այնուհետև արդեն իրար է պետք այս ամենը գումարել։ Ու հենց դա էլ այստեղ մենք արեցինք։ Հետո էլ հիշեցինք, որ յուրաքանչյուր այսպիսի կտոր մենք արտահայտել ենք 7 անգամ իրենց քանակ ու ներկայացրինք այս տեսքով։ Մյուս կողմից էլ քանակը հիշում ենք, որ նրանց այս n1-ից n5-ի գումարն է։ Ու այս n-երորդն էր մեզ պետք գտնել, դա այստեղ յուրաքանչյուրը 7-ով էր բազմապատկած, 7-ը ընդհանուր հանեցինք, ստացվեց 7 անգամ մեր թվերի քանակը բաժանած թվերի քանակի վրա, ինչն էլ հավասար է 7-ի։ Կրկին նշեմ, մենք այստեղ ապացուցեցինք ոչ թե տեղային ինչ-որ փոքր պնդում, այլ ընդհանուր մեծ պնդում, որը աշխատում է շատ տարբեր իրավիճակներում։ Այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։